վերարտադրել, որ նայեք, տենց ուղղակի ի պատասխան տենց բան արեք։ Լավ է թե վատ, իհարկե վատ է։ Իհարկե վատ է, բայց հենց սրա մասին է խոսքը, հա, ժողովուրդ ջան։ Հենց կներեք, ժողովուրդ ջան, տիկին ես հասկանում եմ, որ օրինակ եկեք հարցերը խմբավորենք, էլի TV5-ը եւ Ազատությունը մեկական հարցի իրավունք կստանան, հետո մյուս լրատվականներն էլ էլի մեկական հարցի հնարավորություն կստանան։ Այս խմբավորված այդ հարցերը տանք։ Կներեք, դուք մի քանի հարց տվեցիք, հիմա մյուս լրատվականները TV5-ից էլ կա այս խումբը ավարտելու համար։ Հա, խնդրեմ TV5, խնդրեմ։ Չէ, խմբավորենք հարցերը, կներեք։ Չէ, դե որտեղ մյուս լրագրողներն են ուզում հարցեր տալ։ Դե բայց դուք արդեն հարցրել եք։ Ինչ։ Չէ, դուք առանձին հարց տվեցիք, բայց լավ պնդեք։ Հերթագրվել է բոլոր ընդունություններին ազգային ժողովին եւ արդեն Փարտաջյանը գալիս է ջամին, որովհետեւ իշխանական չի չնում եւ չի հանդիպում իր հետ, նա ուզում է քննարկել իմպիչմենտի անհրաժեշտության հարցը։ Տեսեք, դուք ազատություն լրատվականի լրագրող եք։ Չէ, մի վարքյան էլ եկեք հստակեցնենք, դուք, ես որքան հասկանում եմ, դուք լրջորեն, դուք չէ, հա, ավարտեցիք, ասում եք ինչի չեք իշտում կամ ես պատրաստ եմ իշտեմ, թե չէ։ Ահա, շատ լավ, հասկացա, մի վարքյան հիմա բացատրեմ։ Դուք որքան ես հասկացա, ազատություն չգիտեմ, որ ազատություն լրատվականի լրագրող եք ու որքան հասկացա, դուք բավականին լուրջ ու հետամուտ կերպով հետևում եք Էդգար Ղազարյանի գործունեությանը եւ լավ եք անում, որտեվ այո, քաղաքական Այո, չէ, կոնկրետ այս դեպքին հետևում եք, բոլորին եք հետևում, լավ եք անում, բայց այս դեպքին էլ եք հետևում, ճիշտ է։ Այսինքն դուք լսել եք Էդգար Ղազարյանը ոնց է իմ մասին արտահայտվել օրեր առաջ, ինչ բառեր է ասել, ոնց է այդ հանդիպումը մոտավորապես նկարագրել ու այստեղ գալիս եք, ինձ ասում եք ոնց եք վերաբերվում, ինչի չեք իշտում, այդ լուրջ եք ասում։ Օրինակ ձեզ, որ ինչ-որ մեկը առաջարկի հարգելի Գայանե, ասի եկեք իրար հետ գնանք հանդիպենք, մի լագյան ուտելիք կտամ, դուք այդ ոչի հանդիպման կգնաք ու հարցազրույց կվերցնեք կամ հետո որ գալիս եք այդ հարցը տալիս եք ինչ պատասխան եք ինձնից ակնկալում։ Այսինքն դուք դա նորմալ եք համարում, որ գաք ինձ հարցնեք, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը, թե չէ կամ առհասարակ ինչի չենք հանդիպում։ Ես իր նամակին այո, նորմալ արձագանքել եմ իդեպ առանց Իհարկե, ասել եմ, որ եթե ես չեմ պատրաստում միանալ իրենց գործընթացին, բայց եթե իրենց հաջողվի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ դարձնել թեկնածու, խոստանում եմ, որ այդ նիստից հետո կներեք, խոստանում եմ, որ այդ նիստից հետո իրենք կգնան քաղաքական թոշակի, այդ են պատասխանի առանց վիրավորանքի, առանց անհարգալից բառի։ Դրանի պատասխան ակնհայտորեն հնչել է իմ հասցեին վիրավորական արտահայտություններ։ Դուք հիմա ինձ գալիս եք ասում եք խիչ եք հանդիպում։ Է լուրջ եք ասում, ժողովուրդ ջան, դե չի կարելի տենց ասեք։ Պարոն Ղազարյանը դա նշում էր ասելով, որ ձեր Այսինքն դա նշում էր։ Ասում էր Ինչն էր նշում։ Այսինքն դուք դա նորմալ եք համարում, առհասարակ կարելի է տենց բան նշել։ Ղազարյանը նշում էր, որ Ինչն էր նշում։ Ինչը չենք հասկացել։ Ես չէ կներեք ժողովուրդ ջան, չգիտեմ ես դուք ինչ շրջանակներում եք շփվում, ինչ շրջանակների հետ եք բանում։ Իմ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների շրջանակներում ոչ մեկ լագյանով չի լափում, եթե տենց ձեր շրջանակներում դա ընդունելի բան է, խնդրում եմ տենց մեզ մի վերագրեք այդ հարցը։ Ասում եք այս բառերից, բայց քաղաքական խոսքը հենց այս իշխանության օրոք այդ մակարդակի իջել, այսինքն այդ ազգային ժողովի ամբիոնից ենք մենք լսել լափման բառը, լափել բառը։ Չէ, կներեք, դուք մեդիա հաբի լրագրող եք, այդ լափել բառը մենք առաջին հերթին լսել ենք ձեր բանի հետ խիստ փոխկապակցված Արթուր Վանեցյանից։ Երբ որ Արթուր Վանեցյանը ասուլիսներ էր տալի, բացատրում էր, թե Ռոբերտ Քոչարյանը քանի միլիարդ է լափել, հետո ներկայացնում էր, որ կներկայացնի հեսա կոնգրեսը ոնց են լափել, այս մեկը որ ձեզ աթվում որ չի ասել է։ Տուշոնկեքը որ Բանվել Գրիգորյանի գտնում էր, այդ լափ բառներ։ Այո, Արթուր Վանեցյանը ժողովուրդ ջան։ Կարող է ԱՑՊ-ը բաները, տենց ինչ անունը, մուրացկաները, տենց փողոցում կանգնած մենք իշխանություն ենք, ԱՑՊ-ը իշխանություն չէր։ Այո, բա ես հենց այդ եմ ասում եմ այդ Արթուր Վանեցյանը հիմա որ էլ իշխանություն չէ, արդեն այդ ամեն ինչը հաշիվ չի մեդիա հաբի համար, լուրջ եք ասում։ Ո՞վ է թիրախավորում։ Ո՞վ է թիրախավորում, բայց ինչով եմ թիրախավորում։ Ինչով եմ թիրախավորում։ Ժողովուրդ ջան, ինչով եմ թիրախավորում։ Ինչով եմ թիրախավորում։ Անդադար ասեք մեդիա հաբ Վանեցյան։ Բայց դա եղավ թիրախավորում։ Բայց լրագրողին ինչ եմ ասում։ Ամենայն այսինքն լրագրողը ճնշվում է, որ ինքը Արթուր Վանեցյանի լրատվականում աշխատում։
Եթե ճշմարիտ է, թող չաշխատի, կներեք։ շեշտել Բա առավոտից իրիկուխ եք շեշտում, որ CVK-ը քաղաքացիական պայմանագրին է պատկանում։ Եք այտենց այդ սաղիդ կարելի է շեշտել, ինձ չի կարելի շեշտել, որ մեդիահաբը Արթուր Վանեցյանին։ Թե ձեզ թվում է, որ այդ ձեզ կարելի է, որ բան չմնացածին չի կարելի։ Ասենք կարելի է նշել, որ TV5-ը պատկանում է Ռոբերտ Քոչյանի խիստ մերձավորներին, որի տերը իդեպ դատվել է, որի տերը իդեպ ձերբակալվել է օկտեմբերի 27-ի գործով, չէ։ Հա կարող է, կարծեմ։